Խաղաղության պայմանագիրը Արցախյան հիմնահարցը, որ լուծա ծագել եւ այդ հանգուցալուծումը 44-օրյա պատերազմի սկիզբը եւ զինադատարի հետ, որ Նիկոլը զինադատար չի առաջարկել ինչի ընդունել, այդ միֆը նայենք ու Արցախյան հիմնահարցը որ լուծա ծագել։ Արցախյան հիմնահարցը դա Լենին Քեմալի ու դրանից առաջ Ցարական Ռուսաստանի այս մեր ռեգիոն օկուպացիա արդյունքն է։ Հիմա խաղաղության պայմանագիր այն ինչ որ նախաստորագրվել է, բացի մի կետից, 1-2 կետից, մնացածը ընդունելի է։ Դա կարող քննարկենք հաջորդ վիդեոյում կքննարկենք։ Հիմա Արցախյան հիմնահարցի ծագումից հետո խաղաղ կարգավորման լուծումը 1995 թվականից այս կողմ եղել է մի պայման, միայն ու միայն մի պայման։ Այդ ամբողջ այդ բանակցությունները են 1995 թվականից հետո եղել է մի պայման, հանձնվում է Արաքսի հարակից շրջանները, այդ Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայել, Կովսական, դրան գումարած պետք է հանձնվեր Մեղրին, ամբողջ այս փոքր հատվածը։ Դրա դիմաց Լաչին ու Քելբաջարը Արցախի հետ մնում է, մինչև Արցախի հիմնահարցի լուծումը վերջնական կետի, որից հետո Լաչին ու Քելբաջարը պետք է հետ վերադասվեն։ Նորից եմ կրկնում 95 թվականից այս կողմ Արցախի ամեն լուծում ներառել է Արաքսյան դաշտավայրի հողերի գլխանց հանձնում, գումարած Մեղրին։ Թե Լևոն Տեր-Պետրոսյան, թե Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, թե Նիկոլ Փաշինյանի առաջը էդ է դրել։ Հիմա փուլային տարբերակով է հանձնվում շրջանները տարին մեկ, թե փաթեթով, այսինքն ամբողջությամբ Լաչին ու Քելբաջարը մնում է Արցախի հետ, որ կապ ունենա, իսկ Աղդամ, Ջաբրայել, Ֆիզուլի, Կովսական ու Մեղրին հանձնվում է 95 թվականից այս կողմ բանակցության սեղանին միայն էդ է եղել, Մեղրին մեջը, միշտ Մեղրին մեջը։ 44-օրյա պատերազմի ժամանակ այն որ Նիկոլը դե խաղաղություն չհամաձայնվեց Նիկոլին միշտ առաջարկել է չեզ Մոսկվա խաղաղություն, այդ զինադադար ընդունելը դա Ալիևը պիտի ընդունի։ Նիկոլը իրան ճղեր, Նիկոլը ընդուներ չընդուներ, եթե Ալիևը չի կայունացնում, զինադադարի մասին է խոսքը, եկեք այդ զառանցանք միֆից էլ ելնենք։ Հաջորդ փաստը 44-օրյայի ժամանակ, որ նոր է սկսել, հաջորդ օրը երկուշաբթի օրը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պիտի հողերը հետ հանձնենք, պատերազմը հենց հիմա կարամ կայունացնեմ, հողերը հետ եմ հանձնում ու պայմանները նշել է, մեր պետք է հիշեցնեմ, սա բանեմ, նորից հիշեցնեմ, մեր պետության գլուխը խորհրդարանն է, խորհրդարանն է որոշում հողերը տալ չտալ, Նիկոլը նոր անում է, Նիկոլը լինի, թե ուրիշը լինի, Կարեն Կարապետյանը կամ ինչ գրող ու սերծավը, խորհրդարանն է որոշում եւ 28 սեպտեմբերին 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, պիտի հենց հիմա կայունացնեմ, բայց հողերը հետ պիտի տանք։ Ու բոլորը ասել են, ոչ, կռվում ենք մինչև վերջ, բայց խայն է արտահայտություն արել, որտեղ պետք է այս շրջանների հետ մեկտեղ Արաքսի հարակից Աղդամ, Ջաբրայել, Ֆիզուլի տված պետ Մեղրին, ամբողջ Մեղրի շրջանը, թե Լևոն Տեր-Պետրոսյան, թե Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, թե Նիկոլ Փաշինյանի դեմը էդ է դրած եղել, բայց ոչ մի ընդդիմադիր իշխանություն, այդ նախկին բարձրաստիճան ղեկավարներ, այդ Դվարնյաշկեքը, Կրեմլի ազատ գործակալները, այդ ընդդիմադիրները, որ խժում են, չի նշում, որ Մեղրին մեջն է եղել, երբ միշտ էլ Մեղրին մեջն է եղել, ոչ ոք չի կարացել այդքան մեծ ժողովրդին ասի, Մեղրին մեջն է եղել եւ պլաններն է եղել, ոչ ոք դուք չի արել, 44-օրյայի հաջորդ օրը ստորագրի, որ Մեղրին տալիս է, մեր պետության գլուխը խորհրդարանն է, խորհրդարանը 28 սեպտեմբերի 2020 թվականին Նիկոլի հայտարարությունից հետո, որ հենց հիմա կարամ կայունացնեմ, բայց հողերը հետ պիտի
տանք, այդ հողերը ներառվում է Մեղրին հետը։ Ու խորհրդանը անվանական ստորագրել է այդ Նայիրա Զոհրաբյանը, այդ Մանուկյանը, որ հետույքներ ճեղում են, տական դավաճան Նիկոլես են կամ ինչ անեմ են, բոլորը անվանական ստորագրել են, որ պիտի կռվենք, հույսը եղել են, որ մենք կոտրվենք, կանան Մեղրին չանթեն, ասեն դե վերջ, բայց մենք չենք կոտրվել, մենք 44 օր կռվել ենք, կորցրել ենք այս Արաքսի դաշտավայրային հատվածը, այսքանը, այդ Հադրութ Շուշիի հանձնումը դեռ մեծ հարցականներ է, թուրքը չի գրավել, հանձնել են, բա այդ հերոսաբար, քաջաբար, ընդդիմադիր զինվորական ուժայինները են, բա որ այս Լաչիկ Քերբաջարը առանց կրակոցի 45 օրում հավար նոյեմբերին, դեկտեմբերին հանձնեցին, խի մեկը չէր լավ ասեց, ես միջև վերջ կռվելու եմ, այդ Քոչօղլու, Սերժօղլու կամ այդ Քյոր Լևոնը, այդ մնացածները միշտեղ խաղաղության, Արցախի հանգուցալուծման պայմանագիրը պայմանը եղել է Մեղրին, Քուր Արաքսյան դաշտավայրը, այս Արաքսյան դաշտավայրը տվածվում է շրջան հերթով ու Մեղրին, հիմա խիա ձգձգվել, խիա սենց արվել, դա միջազգային հանրության, Եվրոմիություն, արաբական երկրներ, այնտեղ Չինաստան, Ամերիկա, դրա շահերի հակադրությունն է, որ մեկը գերակա եղել, մեկը գերակա չի եղել, հետո սառեցրել են, թե չէ, սաղել տվող են եղել, ու միակ հույսը, միակ բանը, որ կանան բերցեն, դա այն է եղել, որ 44-օրյային Մեղրին էլ հետ է գրավել, պարզապես մենք Թուրքին ունեցենք ջբխել 44-օրյայի ժամանակ, Թուրքը պրծել էր, էլի վիճակի չէր, Շուշին էլ այդ վերջի ճիգչով, վերջի ճանքով վերցել են, որ ավելի մեծ կոտրեն, բայց տենալով այդ հանրային մեր ընդվզումը դեզդեն, այդ 44-օրից հետո նոյեմբերի 10-ից հետո դուխ չեն արել Մեղրին տանասեն վերջնական պայմանագիրը տա, Քերբաջար Լաչին այդ ամենը տվին, Մեղրին չտվին։ Հիմա անդառնանք Արցախի կոնֆլիկտի ծագումնաբանության պատճառով։ Սա 1780-ական թվականին Հարավային Կովկասն է, Երևանի խանություն, Նախիջևանի խանություն, այնտեղ Շուշի, Ղարաբաղի խանություն, ռուսը որ գրավել է, բաժանել է գուբերնիաների, հեսա գուբերնիաները, Բաքվի, Ելիզավետապոլի, Երևանի, Թիֆլիսի, Քութայիսի գուբերնիաները, ուզուտ այս բաժանումը ռուսը առաջնորդվել է միայն մի նկատառումով 1 միլիոն մարդ շրջանակում հավաքել է այս գուբերնիաների մեջ, ու դրա պատճառով էլ Արցախը հայտնվել է Սյունիքի հետ Ելիզավետապոլի գուբերնիայի մեջ, ու քանի որ սա ռուսի գծած սահմանն է, հետո այդ սահմանը Լենին-Քեմալ պայմանագրով վերահաստատվել է, դրա համար այդ սահմանը անվիճարկելի է, այդ մեր սահմանի փոփոխությունը հետաքրքրում է միայն պարսիկին, թուրքին ու ռուսին, այդ դիրեկտն են, պարսիկը մի քիչ սենց, բայց թուրքին ու ռուսին է միայն հետաքրքրում, որ սահմանները չփոխվի։ Հիմա անդառնանք այդ Նախիջևանի դեմի այդ արարության հատվածով, որ թուրքը սահման ունի Նախիջևանի հետ պրամոյ, այս հատվածը, այսի 1883-ի քարտեզն է, և եթե մենք նայում ենք այս ամբողջ Նախիջևանի երասխի հատվածը Սուրմալուի գավառի հետ, գավառի մեջ է եղել, նենց չի, մերոնք տվել են կամ պարսիկը դավաճանեց, հետո թուրքից վերցեց, թուրքը ուրիշ տեղ է եղել, գլխանց 19-րդ դարում այս Սուրմալուի գավառի մեջ է եղել այս Նախիջևանի հատվածը, և Նախիջևանը, այս հատվածը Վայքով Արենի, այդ Արենի տակով Նախիջևանի սադարակ այս բարեբեր, բերքառատ հողերն է, որը եղել է Նախիջևանի շրջանի մեջ չի եղել, օկրուգի, բայց սահմանագծումից հետո, երբ որ սովետական Հայաստանը սահմանվեց, տենում ենք այս հատվածը, սա տրվել է Նախիջևանին, պարսիկը թուրքին հող չի տվել, այդ
երասխի սադարակի հատվածում է նեղ գիծը, ոչ թուրքը միանա Թուրքին, դա Ստալինն է տվել, ռուսն